հաստատ գիտեք, թե մարդու որդին ինք իր մեր ոչինչ կգադարե, այլ կգադարե այն, ինչ որ կտեսնե, թե հայրը կգադարե։ Հանուն Հոր եւ Որդու եւ Որդուի Սրբո, ամեն։ Հովհաննես ավետարանչին այսօրվա ավետարանական հատվածը, որ լսեցիք, քրիստոսաբանական բնույթ ունեցող հատված է, քրիստոլոգի իմաստով։ Պիտի փորձեմ հագիր ձևով մի քանի գաղափարի շուրջ բարձր այդ հատվածը։ Բայց նախքան այսօրվա բաժնի ընթերցումին անդրադառնալը, որը առնված էր 15-րդ գլուխ 19-ին մինչև 30 համարները, Հիսուս ինչու այս խոսքը ըսավ։ Եթե 5-րդ համարը սկիզբեն գարտանք, այնտեղ պիտի տեսնենք, որ խոսքը գերտա 38-ամյա անտամալույցի բուժումի մասին շուրջը։ Պատմությունը Սելովամի բուրագի շուրջն է, ավազանի շուրջը։ Երբ տեսավ Հիսուս այդ հիվանդը անտամալույցը այնտեղ, իրեն ըսավ գուզես բժշկվիր, անըսավ դեր մեկը չունին, որ երբ պրեշտագի իջներ ջուրը շարժից ավազանը նետե։ Ըսավ մայջդ արուր կնա։ Մարդ որդի կանգնեցավ, իր մայջը շալգեց ու կնաց։ Փարիսեցիները երբ տեսան զին, ըսին, հեյ, ընկեր, այսօր շաբաթ է, դու իրավունք չունիս քո մայջը չարգելու։ Չտեսան բուժումը, չանդրադարձան բուժումին, այլ միան օրենքի կատարումին։ Եվ հիվանդը պատասխանեց ասելով, ան որ զիս բժշկեց, ինձի ըսավ, մայջը տար ու կնա, բայց չէր գիտեր, որ Հիսուս է։ Մի քանի օրի հետ, երբ Հիսուս գրքին անգամ տեսավ այդ բժշկվածը տաճարի մեջ, իրեն ըսավ, ահավասիկ բժշկվեցան, այլևս մի մեղան չէ, որպես ավելի ծանր բաներ չպատահին քեզի։ Աջաբարանով գնաց այս երիտասարդը եւ հրեաներուն ըսավ, որ Հիսուս ինքն էր, որ զիս բժշկեց։ Եվ այդտեղ այս հատվածին որպես մեկնագետ Հովհաննես ավետարանիչը գարնե 5-րդ գլխում 17-րդ համարը ու գսե իմ հայրս մինչև հիմա կգործե, ես հա կգործեմ։ Այս խոսքը ավելի ևս գադղեցուց հրեաներուն, որովհետև ոչ թե միայն Աստված իր հայրը կհամարեր, այլ նաև հավասար կներ ինքզինք Աստուծո հետ։ Ադոր համար գուզեին զինք սպաններ։ Ավետարանիչին այս մեկնագետը նպատակ ունի լուսարցակի տակ տնել և հայտնել քրիստոնեական տեսակետը այս մտերմիկ միության, որ կա Հիսուսի ու Հորը միջև, ցույց տալով, որ Հիսուսի կեսվածքը Հորը հանդեպ մրցակցական կեսվածք չէ։ Հիսուս չի մրցիր իր Հորը հետ, այլ որդիական կեսված Հորը նկատմամբ։ Արայք, աստվածային փառքը գվայել է այս որդիին, քանի որ հայրը մեծ սիրով կսիրե որդին այն աստիճան, որ իրեն կհայտնե իր բոլոր իրավունքներն ու պատվական արժեքները, նույնիսկ աստվածային իշխանություն կյանք պարգևելու։ Այո, Հիսուս եկեղեցու համար ճշմարտապես ան է, որ իր մեջ կյանք ունի։ Նույն եւ նման Հորը, որ ունի զորություն կյանք պարգևելու։ Հրեաները իրենց ամենօրյա աղոթքի մեջ գսեն, օրհնյալ ես ով դեր, տուն որ կյանքի կվերադարձնես մերելները։ Մենք նույն իմաստով գտիմենք Հիսուսի, եւ երբ
հայրը գործե, կնշանակե թե հայր և որդի միասին գործեն։ Ըստ Հովհաննես Ավետարանիչի, տադելու բարդականությունը կգայանա մասնավորապես կյանք շնորհելու մեջ, ավելի ճշգրտությամբ, անոր կհավատա Հիսուսի կդավ կյանքի ճանապարհը։ Հետևաբար, որոշումը դատապարտություն ուղղակի հաղորդակցելով է Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ ազդարեն մեկներով կհասկնանք, թե ինչու Ավետարանիչը անցավ կյանքի մասին խոսել են դեպի դատապարտություն։ Այս երկուքը կպատկանին աստվածային էության, անբաժանելի ձևով, և քանի որ Աստված ինքն է կյանք պարգևողը, ան, որ է կատարյալ բարությունը, ինքն է միևնույն ժամանակ խորհրդավոր քահանան, որ կբարդատրե բարոյական գործական որոշում մարդոց վրա։ Իսկ այն, որ զայն ղրգած է արտադրությունը, կնշանակե թե ով որ կլսե Քրիստոսի խոսքը և կընդունի, որ Քրիստոս ինքն է Աստուծո խոսքը, որ մեզի ուղղվեցավ, տրական պատասխան կտա անոր, որ մեզի ուղարկեց իր սիրելին, բան ասվածը և հավատա ու ճաշնա, որ բարի է և ընդունի զինք, սկիզբ կտա իր ներքնային նոր կյանքի, որ հավիտենական է։ Ավելի սքանչելի գործեր ցույց պիտի տա։ Այսինքն, գերեզմաններուն մեջ եղողները պիտի լսեն Տիրոջ ձայնը և դուրս պիտի գան։ Ասիկա մաս կգազմե սքանչելի գործերուն, որոնք զարմանք պիտի պատճառեն։ Ուստի գաղափարը կամ խոսքը լսելու մեջ է, որ սկսավ, և սկսան լսողները կյանքի գալ։ Անոնք, որոնք հոգեպես մեռած են, հավատքով պիտի վերաբրին, իսկ խոսիր հարության ու դատաստանի մասին ավելորդ բան համարողը գանք գարնե երևույթներու շուրջ միայն, մագերեսային ձևով, իսկ իրականությունը ուրիշ բան է։ Քրիստոսի հետ ընլալը աջմիական որոշում է, իսկ կյանքի հարությունը ու դատաստանը, որ գայրե ամեն ինչ, դակավին ժամանակը չէ եկած։ Հիսուս չի գաբեր իր իրավունքը որպես հավիտենական բան, որպես սկզբնական Աստուծո բան, որպես հավասար հորը հետ, այլ որպես հնազանդ որդի, գլսե հորը և գնդունի իր մե կյանքի լիությունը, որպեսզի ուրիշներին արիտ տա, գալ, խմել ու հագենալ այդ կյանքի աղբյուրեն։ Սիրելի հավատացյալներ, պատմության ամենամեծ դեմքը Հիսուս Քրիստոսն է։ Անչուներ բալատ ոչ ալ ծարաներ, բայց զինք դեր ոչեցին։ Ոչ մի վկայական ուներ, ուսուցիչ անվանեցին։ Բժշկություն չեր ուսանած, ամեն տեսակի հիվանդություններուն բժիշկը եղավ, զոր ու բանակ չուներ, սակայն թագավորները գսկուշանային իր մեջ։ Ոչ մեկ ճակատամարտ մղեց, բայց գրավեց աշխարհը։ Ոչ մի ասկի դիրեց, բայց ինք թագավոր կոչեցին։ Մեղ կամ ոչիր չկործեց, բայց խաչեցին, գերեզման դրին ու հավիտյանս գենտանի է։ Իր թագավորությունը այս աշխարհեն չէ, այլ անոնց սրտերու մեջ, որ հավատացին սիրո ու ներումի ավետարանին։
իր վարտաբերությունը միլիոնավոր մարդոց կյանքերը փոխեց։ Նյութական հարստություն չխոստացավ, բայց մեր կյանքի կանցն է։ Ոչ մեկ երկրավոր ուժ խոստացավ, բայց իր ամունովը դգարները ուժ կգտնեն, դգարության մեջ զորություն, դարաբանքի մեջ մխիթարություն։ Գրավոր ժարանք չծկեց, բայց իր մասին գրատարաններ լեզվեցան։ Եվ կշարունակե հրավիրել մեզ փրկության եւ հավիտենական կյանքին։ Այս է մեր բաշտած, մեր փրկիչ Հիսուս Քրիստոսը, որում փառք հավիտյանս հավիտենից ամեն։